Ողջույն բոլորին, երեխեք ջան, ուզեցի մեր նոր վլոգը սկսեմ հենց այս պահին, երբ դրսում սպասում եմ տաքսուն, որեն երեխեքին տարել Սուսիկենց, այնուհետև հետ գալու ճանապարհին տաքսի ա կանչել, որ միասին գնանք անձնագրիս ID անձնագրից հարցերը լուծելու։ Բառից բուն իմաստով ինձ հանել եմ անկողնուց, հիվանդ վիճակից, որովհետև ժամը օրը գրանցված է ու բաց թողել չէի կարող։ Հետո կպատմեմ այսօր ոնց էի վատացել։ Երեխեք ջան, ձեզ բարի դիրով եմ մաղթում, կարևորը որ հիմա ավելի լավ եմ։ Իրականում այսօր լողացել եմ, մազերս թարմ են, այսպես ասած, բայց ոչ մազերս եմ սարքել, ոչ ես ինձ խոր մի տեսակ կարգ եմ բերել, օքեյ է, որտեվ կարող է նկարվելու հաշիվ լինի, հին նկար ունեմ անձնագրի, որտեղ խղի եմ, ուռած եմ, ու շատ վատ եմ իսկում, դա համար չեմ ուզում այդ նկարը դնեմ, որ այդ նկարին տեսնեմ, սիրտս վատանում։ Երեխեք ջան, անձնագրից հարցերը վերջացրեցինք, փաստորեն հենց տեղում կա ֆոտոխցիկ, բավականին որակյալ, մտնում ես, միանգամից նկարվում ես։ Իսկ այն ժամանակ դուրս էին գալիս շենքից, ինչ որ մի հատ բուտկա էր 5 Canon-ով վատ նկարող, մի հատ անկապ չխկերանում։ Այս մեկը ոնց որ թե ավելի adekvat նկար ստացվեց, հաշվի առնելով իմ ոչ դիմը հարդարված ու ոչ այդքան բարեհունչ տեսքը, վատ չէր, էլի պլյուս մինուս օքեյ էր։ Ամեն դեպքում էլ չասեցի նորից նկարեք, ես միշտ այդ բանին անհարմար եմ զգում, ոնց որ ստա նեղություն եմ տալի, ասեցի լավ է, ինչ կա։ Այն որ պապայիս ասաց, ինչ կաս էտես, բալջան։ Այն ժամանակ որ ինչ ա տամսյա։ Այն ժամանակ որ պապան նկարում էր, ասում վայ պապ, չաղլիկ եմ դուրս եկել, այ բան, ինչ կաս էտես։ Հանգստացնում են էլի։ Այսպիսի մի ավանդույթ ունենք, Սուսիկենց տնից որ իջնում ենք, միշտ ասում են տատիկ արի պատուհանի մոտ։ Սուսիկ լսում ես, ասում այն մյուս կողմ գնա բալկոն, որ ընդեղից է պականեն։ Արի դա, արի որ Արտաշ ես, իրական մեզ սպիտակը քոնն է, մեծ է, իսկ էտ է դավին, ես դուք թարս եք դնում։ Հա։ Նայում էի իմ պատվերը, ես պատվիրել եմ հատուկ գիրք կարդալու համար, որ գիշերները պարկում եմ քնելու, սենյակը մոթարնում, տեսեք, ես տարբեր աշճաններ ունի ու տարբեր տիպի լույսեր, որ նայեք հզորություններն էլ է, ոնց է անջատվում։ Սենց գրքի վրա ես ամրացնում ես հատվածը, ու ես լույսը ընկնում է գրքի էներջի վրա, որը դու այդ պահին կարդում ես, այսպես հա, սենց ամրանում է, ու կարաս լուսավորես էջը, հավեսով կարդաս, ասես որ տեխնոլոգիա, եմ որ ասում է տեխնոլոգի, հիմա էտ է, գիտություն տեր էտ միեղնի, ստեղ են ասել, մենք լավա որ արդեն տանենք, որտև անկեղծ որ հինեմ նենց էի հոգնել, նենց թույլ եմ ինձ գում, ուրախ եմ, որ արդեն home sweet home-ում եմ, եկա թե չէ, Սուսիկենց տանը ճաշել էի, բայց սիրտս նենց թութ էր ուզում, մենք ունեինք թութ, երեխորենը թութ, ծիրան էր բերել, բայց քան որ իրիկունն էր բերել, ես չէի կերել, իրիկունները չեմ ուտում։ Դրա համար այսօր մեծ սիրով կերել եմ, ես ինչ արեցի այ մարդ։ Կարոչի անձնագրից կապած ասեմ, երեխեք, որ ամսի 2-ին եմ վերցնելու, ամսի 2-ին։ Նկարս հուսամ, որ դե պարզայրը տպում են, չէ, նկարը ու որակը մի 3 անգամ էլ տեղ անգնում, հուսամ, որ ընդհանուր առմամբ գոնե սենց 50-50 մի բան կլինի էլի։ Հապնում ես, նստում ես այդ բանի մեջ, սենց տարբեր բաներ կա, Երեխեք ջան, ես էլ այսօրվա իմ ընթրիքն է, լոբին տապակեցի, ինչպես տեսակ, այսօրվա սալատիկը սարքել է խորենը, որ տենց վատացել էի, հադես չպատմեցի մինչև տնից դուրս գալը, ահա որ վատացել էի, շատ ուժեղ գլուխս պտտվում էր, սենյակը ֆռում էր ուղակի, սրտխփոց, սրտխառնոց, շատ վատ էի, պարկեցի մի ժամ քնեցի, որ ի վիճակի լինեմ գնամ անձնագրի հարցերով, ամուսինս այդ ընթացքում լոբին էր լվացել, որ ես արթնանամ սարքեմ ու աղցան էր սարքել, մեկ էլ լվացքն էր փռել, ինձ փորձեր էր օգնել, շատ շնորհակալ եմ իրան, որովհետև իսկապես անասելի վատ է ինձ զգում, որ անգամ լաց եմ եղել, այդքան վատ է երեխեք, մի պահորին ասես կուզես շտապ օգնություն կանչեմ, ասեցի չէ խորս, սպասի հեսա կդզվեմ, հիմա եկել եմ տեղերն էլ ինչպես տեսակ չեմ հավաքել այսօր, բարձի վրա եմ դրել իհարկե, բայց հիմա ձեռքս կվերցնեմ, ինչ որ մի բան կնայեմ և կընտրեմ, այսպես եմ սնվում երեխեք ջան, որպեսզի կիլոգրամներս լքեն ինձ։ Տորից դուրս ենք եկել երեխեք, երեկոյա, Վայլբերիսով խորիկին բան է հասել,
ցերեկը իմը վերցրեց, հետո իրանը հասել է։ Գնանք վերցնենք, մտանք Արտաշեսի սամարային չստեր առանք, չուներ երեխան, ասում մամ ոտքս քրտնում, ասեցի տղես, այսօր կկազմակերպենք, անդա չէր ստացվում, դավս ուներ, բայց ինքը չէ։ Էլի հիվանդ եմ, բայց սիրտս ուզում էր դուրս գալ, ասի խոր մենք էլ կգանք քո հետ, համ կզբոսնենք Արտաշեսս, տղուկս ակտիվ տրենիրովք է քանում, որոշել է մարմինը ձգի, մուսկուլատուրա ավելացնի, կանոնակարգված մարզվում է, քիչ-քիչ սկսել է ավելի լավ սնվել, պայքարում է, որ ավելի լավ ուտի, ամեն ինչ ուտի։ Մի խոսքով։ Հա, պրաբեշկա կանենք, մեկ էլ մազերը պիտի կտրենք։ Դավը երբեք չի ասում ստեղով առանց շունիկների հետ խոսալու։ Արի դե, վсё, գնացինք։ 2 եվրոներ են կարել Անի հանրախանութից։ Արի դավ։ Մեր բակում ենք Արտաշես ասում մամա կարամ մի քանի կռուկ վազեմ, մարզվում է էլի տղես։ Ասեցի լավ մութ ընկել է, բայց մի դավն էլ հետևից ա կամաց դավա։ Մի քանի կռուկ վազեն ու գնանք տուն։ Մենք տանն ենք, ասեցի մի հատ Արտաշեսի չստերը դեստրից տամ, նոր գնամ փոխվելու։ Այսօր դավը իմ հերթական հոհարը կոտրեց, հետևաբար 2 հոհար, զուտ տնային հոհարներ են, ինչ կա էդ եմ վերցնում, սովորաբար, ոչ թե Ո՞յ շլավա հովանը Գացիկ չէ որ վատ եմ Ես էլ իմ բալայի չստերը Ես մի պաչկա եվրո առանք Հավայի Արտաշեսին է սորի Սորի կպլամաշ է դրա տախտատի համար Ինչ ես ուզում Չստեր, բայց դու ունես չստեր արևս 2.6 էր երեխեք Արտաշեսն անդրայ եղացնել մեջ Պոկ է, հակնել, պոկ էլ չի լինի, հակի Դև զինգա է Կավես, հա? Չէ, եթե ուզես դրա փոքր եկա քեզ կառնը Ուղղակի դու ունես Մեզ մոտ ընտանեկան միրգ ուտելու ժամը դրսից եկանք, որս ինչ միրգ ուզում ենք, լվացել ենք ուտում ենք Դավը կոնկրետ նախընտրում է Ծիրան, Գիլաս, Արտաշեսը եվս Մեզ մոտ նոր օր է բացվել, էլի էնպես ստացվեց, որ դամուկան է կադրում ու էլի հացիկ է ուտում պատրաստած լոբիին Դավի ուտելը, ավելի ճիշտ ամեն ինչ փորձելը ինձ եւս մի անգամ բերում այն մտքին, ինչքան ճիշտ եմ ես արել, որ Դավից թողել եմ ինքնուրույն սնվել, где-то 6-7 ամսեկանից, ամեն ինչ փորձել, իսկ Արտաշեսի հետ մի քիչ ամեն ինչ այլ էր։ Հիվանդա։ Հա, հիվանդա Արտաշես է դա ասում։ Արտաշեսը մրգեր ավելի շուտ տվեցի, ինքը հետո բրոկոլի եւ այլն չուզեց ուտել։ Իդեպ կադրում թրթռում է էլի, թիվը իրականում չի թրթռում։ Այդ միշտ ասում եմ, որ չգրեք էլի, մտածեք փչացել է եւ այլն։ Մի խոսքով, так что երեխեք, եթե բուջուրիկներ ունեք, անպայման նկատի ունեցեք։ Թողեք ինքնուրույն ուտեն, սկզբում բանջարեղենները, ներմուծեք ռացիոն, հետո նոր մրգերը, որ հետո մեծ տարիքում օրինակ Արտաշեսը շատ դժվար է ինչ-որ նոր բան փորձում։ Կամ լոբի, չգիտեմ ինչ իր համար այդ հա, կյանքս։ Հիմա պատմեմ այսօրվա մեր օրվանից։ Գիշերվանից ջերմում է խորենը։ Ես ցավոք սրտի կարծում եմ վարակել եմ։ Չնայած ես դավես մի հատ խոսեմ նոր էլի արևս։ Չնայած ես այդպես էլ չհասկացա, եթե ես մրսել եմ, ինչով եմ վարակում։ Ոնց որ ինձ թվա, որ մրսածության հիվանդանալը պիտի վարակիչ չլինի, որովհետև ես մրսել հիվանդացել եմ, ոչ թե վիրուսով եմ հիվանդացել։ Բայց կամ ինչ որ վիրուս ասա, որ բոլորս ընկանք, ուղղակի առաջինը ես ընկա, կամ էլ մրսածությունն էլ է փոխանցվում, հետո վիրուսա դառնում, չգիտեմ այդ ոնց է լինում։ Առավոտը բարձր ջերմ թելեր ունի, չէ՞ լոբին։ Բարձր ջերմում արդեն նաև Արտաշեսը, չնայած 2 օրից իր էքսկուրսիան է, ինքը շատ տխրել է, բայց ով գիտի, միգուցե լավանա մինչև էքսկուրսիա։ Հələ ոչ այսպիսի դա վիճակը։ Դե ինչ կփոխվի առջևում կիմանանք հետո, հա դավես։ Ուտեմ քեզ տեսնեիք ոնց էր աղբորը խնամում։ Արտաշեսին տեղ եմ տալիս, բերանի կողքերը անձրոցիկով չորացնում է։ Ասում է, я не маленький ребенок, вообще-то я большой мальчик уже, հա դավ։ Большой мальчик ես։ Ուտեմ քեզ։
Լավաշի կողքերն է դա։ Ձևերը։ Չնայած իմոնք հիվանդ են ու ես տրամադրություն չունեմ ու չնայած ինքս էլ եմ հիվանդ, բայց ինձ արդեն մոռացել եմ զբաղվում եմ իրանցով, Դավջան գնա։ Բայց ես որոշեցի նստել տխրելու փոխարեն, երեխեքին կերակրելուց, ճաշ տարկելուց հետո զբաղվեմ մի հատ Արտաշեսի ու Դավի դարակով, որովհետև քանի որ գարունը դեռ անցումնային եղանակ էր, չնայած հիմա էլ նենց անձրևում է մեկ-մեկ, բայց արդեն շոքա ու կարտաթևով ենք անդադար, երկար թև չենք հագնում։ Հետևաբար այդ մի քանի շորերը երկար թև, որոնք մնացել էին դարակում, որ հարկ եղած դեպքում հագնել, ես հիմա ուզում եմ մաքրել, դարակը սաղ փոշի եմ այդ թածանձրոցիկով մաքրեմ ու միայն թողնեմ ամառային հագուստը գեղեցիկ ծալված վիճակում։ Դրա համար կպահանջվի ինձ թվում է 2 դարակի համար, ստեղ էլ դարակներ կան 30 րոպե, հա, միգուցե մի քիչ ավել, որովհետև չեմ ուզում արագ շտապելով անեմ, իմ համար հանգիստ անում եմ, էլի այնպես չի որ։ Արտաշեսս ինձ տեսես դու կգնաս կպարկես արևս, որտեղ չէ, կյանքս չեմ ուզի ձոքնես, քո էներգիան սահմանափակ է, դու գնաս իրուն պարկի քո համար, ես քեզ հեսա միրգ եմ բերելու, ճաշի կտուկի։ Չէ, կյանք, ես իդեալական պիտի ծալեմ, մամայական ծալել է, էլի այդ կոչում է, այդեն որ սենց ճուճիլք, այդ ենց, են անգամ ինքն էր դասավոր, այդենց երբեմն տալիս եմ ինքը իր դարակը դասավորում է, բայց ես անգամ ուզում եմ մի հատ օտի դո, էլի։ Այս դարակը դասավորեցի, բայց սա դեռ Արտաշեսի շորերի ամբողջական տարբերակը չի, այս կողքի աստիճանների վրայի դարակում եւս իր ամառային հագուստն է, դրանք էլ հիմա կդասավորեմ, մի քանի բան դուրս եմ գրել, որը երկար թևեր դրանք հանել եմ, այստեղ շորտեր են, տնային հագուստ է, դրսի հագուստ է, իրար վրա ակուրատնի ծալել եմ, շատ կոկիկ է նայվում ամեն դեպքում, դարակը չէր փակվում, այդքան խառը վիճակ էր այստեղ։ Բալես, Դավուկայի շորերը դասավորեցի, մի զույգը դրսում եմ թողել, ուզում եմ մի քիչ դուրս գամ Դավին հետ ման գալու, համել ինչ-որ բան Արտաշեսին բերենք, քանի որ հիվանդ է ինքը դուրս գալ չի կարող։ Բնականաբար լվացքի մեջ հագուստ կա, լվացքի պարանին փռած հագուստ կա, էլի ես դարակներում պիտի տեղավորեմ, բայց այդ խնդիր չի։ Ընդհանուր առմամբ Այստեղ էլ ավելացրեցի, ճիշտը որ ասեմ, քանի որ ձմեռային շորերը, ավելորդ շորեր այստեղից հանել էի, աշճանների դարակներում եղած շորերը եւս այստեղ տեղավորվեցին, ավելացրեցի վրան։ Մի քանի նոր բաներ ունի, որոնք սեպտեմբերին կհագցնեմ, սպիտակ են իրանք, մեկը պոլոյա նման, մյուսը առանց օձիկ, բայց միևնույն է սպիտակ է, այլ դպրոցում ինձ թվում է կլինի իրան հագցնել, մի խոսքով այդ պահել եմ, տեկվանդոյի հագուստը պահեմ, քանի որ չենք գնում, ու մի հատ նայեմ դպրոցի սառոճկաներից, որն ավելի ադեկվատ վիճակում պահեմ, որը չէ դուրս գրեմ։ Այստեղ տեսնում եք, որ լավ ճմրթված է հագուստը, իրականում այդ նրանից է, որ երբեմն իրանք հանում դնում են դարակը ու տենց ճմրթում են։ Դե ես ամեն տնից դուրս գալուց հարթուկում եմ հագուստը, այնպես է, որ այդ հարցում հանգիստ եմ, էլի։ Ավից հետ դուրս ենք եկել, խանութը այսօր մեր վրա է, Վայլբերիս խորիկի ապրանքն է հասել ու մի քիչ զբոսնենք, հա Դավս։ Հա, բայց զգուշ, սպասի օգնեմ։ Դավը ունի իր վայբը, իր արագությունը, ինքը իմ հետ ինչ գործ ունի։ La 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 Դավուկաս, քեզ նայում եմ ծով գնալս գալիս այ տղա։ Չես խոսում հետս։ Խոսում ես հետս։ Пожалуйста, оцените наш комментарий приложение. Սպասում։ Դավը շոքում է, Դավը ստվերով գնա, գլխարկդ հանել ես, լավ ես տարի, այս անկյունով, այստեղ, այս ես գնա։ Գնանք MG, Արտաշեսին մի բան առնենք, ուրախացնենք, Դավուկային, խորիկին կամպոտիկներ, ոյ չմոռանամ, պիտի մտնեմ ապտեկա դոշապ առնեմ խորիկին, բուստ պիտի առնեմ, որով թեյ տամ իրան, բժշկի խորհուրդն է, անունը մոռացա բույսի մոտս գրած է, արի կյանք, տեսնեմ։ Գիտես ապտեկա այդտեղ, այդ չի ապտեկան, հələ գնա, այդ էլ չի ապտեկան,
Էդ էլ չի ապտեկան։ Այ էտա։ Մտի։ Երեխեք ջան, ապտեկան բրծա։ Փաստորեն դուրշապի արժեքը 2800 թե ինչքան է դարձել։ Թե 200 հայլ այդ կարգի։ Ну, բավականին բարձր է։ Ես ինչքան հիշում եմ, առաջինքը այդ գինը չէր։ Բայց դե ինչ անենք այսօր։ Լուցկուց բացի ամեն ինչը թանկացել է։ Էլի Շունիկին տեսավ կանգ առավ։ Դավես գնանք խանութ, արի։ Արի։ Նույնից դավ ջան, վերցրի որ կռիվ չանեք իրար հետ, լավ։ Ապրի դավոս, դեդիշ կարզինկայի։ Դոշապը վերցրել եմ, լիպայի չայը վերցրել եմ, վիտամինային բաները դավը ուզել իրան ու արտաշեսին, այդ չուպաչուպսներ, չգիտեմ վիտամին կանտեր, ուզել եմ, որեն իմ մեղքերս կավելու համար, քանի որ ինձ ինձ հավայացել, վերցրել եմ մի հատ շիպովնիկով, բորբոքային իսկորեսոքսուներցով, մի հատ էլ ես դուգիշ կասեց մարոզինայով կամպոտը լավ է, թող խմի, դե հիմա, գիտեմ, կամպոտը եփելուց հետո ինչ-որ օգտակարություն պահպանում է, թե ոչ, հավատանք ամեն դեպքում, մեծ տուքով հատկիչ եմ վերցրել, լավս ուզեց սրանցից երեխեք, մի հատ իրան եմ վերցրել, մի հատ արտաշեցում, բայց որ ճիշտ ասեմ, մի քիչ ամեն մեկինից թրցնելու եմ, ես էլ փորձեմ, նենց ոխոժակս տալիս ասարդի ասել, Խորենից ես մի թեթե երեքուց, իրանց սոկե չնացվիշով վերցեցի, ես կամպոտ էի առել, անջատված, դավը գնաց որ վերցնի, ես էլ որ սիրում են, ես վերցրեցի առած նպատել, ես էլ բերել եմ խորենին իրանց, երեքին է, երեք մասի կբաժանենք, այդպես, դավ համով է Ագուշան, դու բեյբիկ ես, Ագուշայի մեկը ես կերա, մյուսը դավը կերա, Արտաշեսը չի ուզում Ագուշա, ասմա կավա սիրտս խարնի Էդ որ համնա դավ, հլը ցույց տուր մեզ, կակի ֆրուկտի Մալինի Ուրեմն ֆրուկտ, մալինա ֆրուկտ է, թե ягода է Ягода малини Это тоже малини Ահա, իմը տանձ էր, ես որ կերա, տանձ խնձոր, թե մենակ տանձ էր, չգիտեմ Դուդուկ ես նվագում Աշկերը չռվել է հաջույքից Դե որտև ինքը պուջուրիկ պորցիա է երեխեքի համար 90 գրամը Կա մեզ պորչաներն է, բայց լավ